Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ներխուժման 1133-րդ օրն է։ Ձեզ համար հնարավոր եղավ կարճ հեռարձակում կազմակերպել 3 օրվա ընթացքում, որ ես ձեզ չեմ հայտնել ռուսական կորուստների մասին։ Պուտինի զորքերը կորցրել են ավելի քան 4000 զինվոր, ընդհանուր կորուստներն արդեն գերազանցել են 916770-ը։ Արտակարգ եթերի առիթ դարձավ այն փաստը, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը օգտագործելով հարձակողական դրոններ օկուպացված Ղրիմում ոչնչացրել է 3 ռուսական դեսանտային նավ և 1 զենիթահրթիռային համակարգ։ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության Պրիմարի հատուկ ստորաբաժանումը մի շարք հաջող գործողություններ է իրականացրել օկուպացված Ղրիմի տարածքում, ինչպես նաև առափնյա ջրերում։ Հարվածներն իրականացվել են ուկրաինական դրոններով, դատելով կադրերից ուկրաինական դրոնների օպերատորները սովորել են հաջողությամբ շրջանցել ռուսների հոբ համակարգը, խուսափելով զենիթային հրթիռներից։ Հնարավոր է եղել խոցել ագրեսոր երկրի մի քանի կարևոր թիրախ, որսը ավարտվեց 3 դեսանտային նավի, 2 BK-16, ինչպես նաև 1 Raptor-ի ոչնչացմամբ։ Բացի այդ, հետախույզները լուծարման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության Տոր M2 զենիթահրթիռային համակարգը։ Հայտնի է, որ Ուկրաինա ներխուժման պահին ռուսական Սևծովյան նավատորմը ծառայության մեջ ուներ 7 VK-16, նրանցից մեկը լուծարվեց 22 թվականի մայիսին։ Այժմ ըստ երևույթին նավատորմը կրճատվել է ևս 1 միավորով։ Ինչ վերաբերում է Raptor նավին, ապա Ուկրաինայի պաշտպանության ուժերը հաստատել են լայնամասշտաբ պատերազմի ժամանակ այս տեսակի առնվազն 6 կացեռի ոչնչացումը։ 1 Raptor-ի արժեքը կազմում է մոտ $2 միլիոն, 1 VK-16 շուրջ $630,000 արժի, Տոր M2-ը գնահատվում է մոտ $27 միլիոն։ Այսինքն այս գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության ընդհանուր կորուստները գերազանցել են $30 միլիոն։ Ուկրաինական զենքի առանձնահատկությունը հենց դրանց արդյունավետությունն ու մատչելիությունն է։ $5000 արժողությամբ սարքով հնարավոր է ոչնչացնել $30 միլիոն զենք, ինչպես այսօր, բայց սա ամենը չէ, հաճախ ոչնչացվում են նաև ավելի արժեքավոր ռուսական զենքեր։ Չձգձգեմ այս փորձնական հեռարձակումը, շնորհակալություն եմ հայտնում ձեր լայքերի և մեկնաբանությունների համար հատկապես, շատ եմ սիրում մեր լսարանը, իրոք շատ հուզիչ մեկնաբանություններ եք գրել, շատ շնորհակալ եմ նախ ձեր վստահության համար, հուսով եմ ձեր հույսերը արդարացնում եմ, շնորհակալ եմ և մինչ նոր հանդիպում։